Ողջույն, համացանցը առավոտից ծաղրում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, նա Facebook-յան էջում գրել էր Հայաստանում կառուցվում է շոկոլադի տարածաշրջանի ամենամեծ գործարանը 145 միլիոն եվրո ներդրում 2000 նոր աշխատատեղ, առաջին հայացքից շատ նորմալ հայտարարություն է և ուրեմն ինչու են ծաղրում, կարծում եմ պատճառները մի քանիսն են, նախ նույն գործարանը 2.5 տարի առաջ մի հատ էլ գովազդելու աչոկներ էր հավաքել Պապոյանի նախորդը Վահան Քերոբյանը, 2.5 տարի է, այս մարդիկ նույն խոստումն են տալիս, հենց այցելելու տեղ չեն ունենում, գնում են այդ գործարան, բայց ոչ էլ բացվեց։ Սա լրիվ մետրոյի պատմությունն է, 2018 թվականից խոստանում են մետրո, 3-4 քաղաքապետ փոխեցին, ամեն եկող շալակում է այդ խոստումը ու 8 տարի ծախում են ժողովրդի վրա։ Պապոյանի ծաղրելու պատճառներից մյուսն էլ շատ այլ խոստացած ու չբացված գործարաններն են։ Շոկոլադի գործարանը սրանց խոստացած ավելի քան 100 գործարաններից մեկն է, որ այդպես էլ չեն բացել։ Նիկոլ Փաշինյանի խոստումների երևի ամենամեծ արխիվը ես ունեմ։ Մի 20% հրապարակել է, մոտ 250 խոստում։ Հիմա նորից հրապարակում է միայն մի փոքր ներդրումների խիստ համառոտ ցանկը խոստացված ներդրումների, որը վերաբերում է գործարանների մի մասին։ Եվ այսպես, չբացված գործարան համար 1, Պապոյանից առաջ Նիկոլն էր խոստանում ինչ-որ տարածաշրջանում աննախադեպ գործարան բացել 2018 թվականին Թալինում։ Ուր է։ Գործարան համար 2, Սևանում Շաքարի գործարան։ Երրորդը Ադամանդի գործարան Կոտայքում 2000 աշխատողով։ 4-րդ Վերելակների գործարան Արթիկում եւ Չարենցավանում։ 5-րդ մեքենաշինական գործարան Հայէլեկտրո գործարանի տարածքում։ 6-րդ ավտոմեքենաների գործարան իրանցի ներդրողի կողմից Վանաձորում։ 7-րդ հայկական սեպու ավտոմեքենաների գործարան։ 8-րդ հայկական տեխնիկայի գործարան։ Այս վերջինը մյուսներից տարբերվում է նրանով, որ անգամ բացում է եղավ։ Լենթը կտրելուց օրեր անց փակվեց, տարեկան խոստանում էին 126,000 հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան եւ այլն։ 9-րդ 2 հատ տրակտորի գործարան, տարեկան մինչև 5000 տրակտոր պետք է արտադրեին։ Այս սաղ Նիկոլն է խոստացել։ 10-րդ Հայաստանում արհեստական բանականության գործարան դարձյալ տարածաշրջանում միակը։ 11-րդ ինքնաթիռների գործարան Գյումրու օդանավականի մոտ։ 12-րդը հայտնի կոկորդիլոսաբուծարանն է։ Անկամ աշխարհում բացված այդ կոկորդիլոսաբուծարանները այնքան հայտնի չեն, ինչքան Հայաստանի չբացվածը։ 13-րդ աննախադեպ 15 միլիարդ դոլարի ներդրում Խելացի գիտական քաղաք հիմնադրելու համար։ 14-րդ գազաբալոնների գործարան, օրը 800 հատ պետք է բալոն արտադրեին։ 15-րդ Չոր նավահանգիստ Գյումրիում։ 16-րդ Ալավերդու պղնձաձուլարանի վերաբացում։ 17-րդ Թեղուտի վերագործարկում։ 18-րդ 2018 թվականին ստորագրվեց համաձայնագիր 285-ից 340 միլիոն դոլար արժեքով։ Հայաստանում պետք է կառուցվեր արտադրական համալիր 100 հեկտար տարածքում 3 գործարան, տեխնիկական եւ կերակրի, սոդայի ապակիների արտադրություն, շուրջ 1100 աշխատատեղ։ 19-րդ Տիգրան Ավինյանը 500 միլիոն դոլարի ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ։ Այն նույն Ավինյանը, որ մի փողոց չի կարողանում ձնից մաքրել։ 20-րդ Ազգային ավիափոխադրող Այդա հայկական տեխնիկայի նման բացվեց մեծ շուկով եւ փակվեց մեծ խայտառակությամբ, կոռուպցիոն սկանդալով, իսկ ամբողջ անիվ հիմնադրամը մեր բյուջեին պարգևեց շուրջ 60 միլիոն դոլարի վատնում։ 20-րդի վրա կանգ առնենք, կարող եմ թվարկել եւս մի 110 հատ։ Նիկոլն ասում էր, այնքան գործարանի ցանկ կա, որ սկսել ենք արդեն ֆիլտրեր մշակել, որը բացենք, որը չբացենք։ Ասում էր, հենց այդ սաղ գործարանները բացենք, տնտեսական հեղափոխություն անենք, աշխատող բառի փոխարեն էլ կօգտագործենք գործավոր բառը։ Ժողովուրդ ջան, այդ սաղ սուտ է դուրս եկել։ Այդ ճիշտ է դուրս եկել այն, որ ավելացել է պետական պարտքը այդ ընթացքում ու ճոխ պարգևատրվել են քպականները։ Ֆինանսների նախարարն ասում է, դե հա, ինչ որ միլիարդ փոխարինվել է մի այլ միլիարդով։ Ոչ, 7 միլիարդը դարձել է 14.5 միլիարդ։ Դա ինչ որ միլիարդ չէ։ Երբ պետական պարտքը դառնում էր 7 միլիարդ, ընդդիմադիր Նիկոլը միտինգ հրավիրեց օպերայում ու ասաց. միջազգային բանկերը Հայաստանի կառավարության հետ կոռուպցիա են անում։ Հիմա ինչ է արվել Նիկոլի ավելացրած 7 միլիարդ դոլար պարտքով, կասեք, էլի կոռուպցիա։
Տարեք ցույց տվեք, տեսնենք ինչ եք արել։ Պապոյանն ասում է կներդնենք 145 միլիոն կստացվի տարածաշրջանի ամենամեծ գործարանը 2000 աշխատողով։ Այսինքն, եթե Պապոյանի կառավարությունը 7.5 միլիարդ պարտք օգտագործեր գործարան բացելու վրա, ապա կբացեինք 52 հատ նման խոշոր տարածաշրջանում միակ գործարանը։ 52 հատ 104,000 աշխատողով։ Իսկ եթե որոշեին բացել ոչ թե տարածաշրջանում ամենամեծ, այլ սովորական գործարան, ապա կբացեին մոտ 500 հատ, բայց քանի հատ են բացել, ոչ մի, ուրեմն ինչի վրա եք ծախսել պետական պարտքը։ 7.5 միլիարդ դոլարով պարտք ավելացրել են, մեկ մետրոյի կառավարան չեն կարողացել սարքել։ Ավինյանն ասում է, մետրոյի փողը տվել ենք, ավտոբուս ենք առել։ Ձեռք եք առնում, բայց ձեր կառավարությունը խոստանում էր Հայաստանում բացել հայ-կորեական 10 մետրանոց ավտոբուսների գործարան, բա դա ինչ եղավ։ Իսկ հաշվել եք, թե քանի գործարանի փող են սրանք պարգևատրվել։ Առնվազն 30։ Այնքան գումար, որ ծախսել են իրենց պարգևատրումների վրա, կարելի էր բացել առնվազն 30 փոքր, միջին ու խոշոր գործարան։ Նիկոլն ասում է, իմ աշխատավարձը 1.5 միլիոն դրամով ավելացել է արդյունքների գնահատման հիման վրա։ Այսքան բան թվարկեցի չկատարած խոստում, որ մի արդյունքի համար։ Մենակ Նիկոլը հարկատուների հաշվին մի հատ լավ գործարան կառուցելու չափ աշխատավարձ է արդեն ստացել։ Փող չկար, աշխատավարձը չբարձրացնեիր, պարգևատրումներ չտայիր, ձեր ավտոպարկերը չթարմացնեիք։ ՔՊԱ-ականներն արդեն վաղուց երկրորդ ու երրորդ տունն են առնում։ Մի դեպուտատի մասին էին այսօր գրել, որ 10-ից ավելի անշարժ գույք է հայտարարագրել։ Թոշակը չեն բարձրացնում, ասում են, այդ 10,000-ը առաջնային չէ, բայց դեպուտատի այդ 13-րդ տունը առաջնային է։ Ժողովուրդ ջան, 7 տարի խոստանալով, խաբելով, ֆռացնելով գլորեցին։ Խոստացածը սաղ ապառիկ էր, բայց պարգևավճարները նաղդով ստացան ամեն տարի։ Մոտենում են ընտրություններ, ակտիվ խոստումների փուլ, եւ ՔՊ-ն խոդի է տվել ոչ թե խոստացած գործարանները, այլ նոր խոստումների գործարանը։ Երեք տեղի ունեցավ մեծ շնորհանդես։ Ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը 5 կետանոց։ Սամվել Կարապետյանը խոստանում է բացել գործարաններ, հարկային բեռ թեթևացնել, սրանք անցել են գործի։ ՔՊ-ն խոստումները ավելի մեծ է տալիս, ավելի մեծ գործարաններ է խոստանում, որ հակադրի Սամվել Կարապետյանի խոստացածին։ Բայց հարցը այն է, որ Սամվել Կարապետյանի պարագայում տեսել ենք գործարաններ, սրանց պարագայում միայն խոստումներ։ Մետրոյի կայարանը դարձել է քարոզչական լեգենդ, կոկորդիլոսաբուծարանը անեկդոտ, իսկ հայկական տեխնիկան դատարկ կարգախոս։ Աշխատատեղերի փոխարեն ստեղծվում են ելույթներ, զարգացման փոխարեն PR։ Կարճ ասած, խնդիրը միայն չկատարած խոստումները չեն, խնդիրը քաղաքացիներին անընդհատ նույն կերպ խաբելու քաղաքական մշակույթն է, երբ իշխանությունը վստահ է, որ հիշողությունը կարճ է, իսկ հաշվետվողականությունը ձևական, նա իրեն թույլ է տալիս ամեն ընտրության ժամանակ վերաթողարկել նույն գործարանային փաթեթը, առանց պատասխան տալու նախորդ ձախողումների համար։ Քաղաքացիների հիշողությունը համարում են կարճ, պահանջկոտությունը թույլ, իսկ հաշվետվողականությունը ավելորդ ձևականություն։ Եվ ամենացավալին, ոչ ոք պատասխան չի տալիս։ Ոչ մի պաշտոնյա չի կանգնում ասի, մենք ձախողել ենք։ Այդ սուտը պետք է ստանա քաղաքական գնահատական, որովհետև մենք գործ ունենք ոչ թե առանձին ձախողումների հետ, այլ համակարգված խաբեության։